2 տարի առաջ փաստերի ստուգման հարթակը բացահայտել էր Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի վերջին նախարար Կարեն Սարգսյանը պետական գույք է յուրացրել։ Մոտ 20 մեքենա Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերյան էթնիկ զտման օրերին։ Դրանց մի մասը Ղարաբաղից դուրս գալուց անմիջապես առաջ գրանցվել է նախարարի հետ փոխկապակցված անձանց անուններով։ Շարժական գույքը սակայն չի փոխանցվել Հայաստանին, Սարգսյանը դրանք իրենով է արել։ Հետաքննության հրապարակումից մեկ օր անց մեքենաները անհետացան Սարգսյանի տարածքից, տեղափոխվելով անհայտ ուղղությամբ։ Իրազեկ քաղաքացիների միավորումը դեպքի հիման վրա հաղորդում էր ներկայացրել։ Չնայած իրականացված օպերատիվ գործողություններին, գլխավոր դատախազությունը երկար ժամանակ քրեական վարույթի հարուցումը չէր հաստատում։ Այժմ դատախազությունը գործի բոլոր մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք է համարում։